Ծաղկաձորի գրողների միության ստեղծագործական տանն օրերս գիտաժողով տեղի ունեցավ զինված ուժերում սպասավորող հոգևորականների ու հոգեբան սպաների մասնակցությամբ։ Նախաձեռնել էր բանակի հոգևոր առաջնորդությունը պաշտպանության նախարարության աջակցությամբ ու հայաստանյան կլոր սեղան բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ։ Մենք այս ծրագիրը 4 փուլի ենք բաժանել, սա առաջինն էր, երկրորդը պիտի բանախոսների հետ մեկնենք Արցախ եւ այնտեղ ըստ զորամիավորումների ընդգրկելով առավել փոքր օղակների դաստիարակության գծով սպաներին կազմակերպել նույնաբովանդակ, նույնատիպ դասընթացներ այնտեղ։ Նախատեսում ենք նաեւ ընդգրկել Գևորգյան հոգևոր ճեմարանի 6-րդ լսարանի սաներին, որովհետեւ նրանցից շատերը ճեմարանն ավարտելուց հետո պիտի համալրեն բանակի հոգևորականների շարքը։ Այն անձիկ, ովքեր որ սպասավորել են, նաև պետք է պատրաստական լինեն, լցված լինելով գիտելիքներով, ապրումներով, մտածումներով նաև եւ ծրագրի մեջ այս գիտելիքների փոխանցումը հետագայում նաև արդյունավետ պետք է անդրադառնա մեր զինվորականների կրթական մակարդակի հոգևոր քրիստոնեական դաստիարակության գործում։ Կանխարգելել զինված ուժերում տեղի ունեցող հանցագործություններն ու արատավոր երևույթները, վերացնել դրանք ոչ միայն բանակից, այլև հասարակական կյանքից ընդհանրապես։ Սա հավաքի հիմնական նպատակն էր։ Մեծ մասամբ քաղաքացիական կյանքում ունեցած վատվարքը երիտասարդը դրսևորում է բանակում։ Կամ ինքնասպանություն իրականացնող երիտասարդի խնդիրը բանակում պարզապես խորանում է։ Հետևանքը լինում է սպանություն կամ ինքնասպանություն։ Հոգևորականներն ու հոգեբանները կարծում են, որ պետք է քրիստոնեական արժեքներն ամրապնդել հայոց բանակում եւ բարձրացնել ազգային գաղափարախոսության նշանակությունը։ Այն բոլոր բացասական խնդիրները, որ կան, հարցերը, որ կան, մտահոգությունները, որ կան, արդյունք են դրան, որ մենք կորցրել ենք մեր հոգեղենությունը։ Հոգեղենության հետ նաև գաղափարականությունը, իսկ եթե այդ երկուսը չկան, նաև չի կարող խոսել նաև բարոյականության մասին։ Հոգեբան սպաների խոսքով զինվորներն իրենց մտահոգությունները կիսում են հոգևորականի հետ։ Այդ շփումներից փոխվում են պատկերացումները հավատի, հայրենասիրության, ընկերասիրության ու եղբայրասիրության մասին։ Հոգևորականը հանդուրժողականություն է քարոզում, ազնվություն եւ նվիրվածություն, զինվորին հույս ու լավատեսություն ներշնչում։ Այսպես են կանխվում բազմաթիվ անցանկալի երևույթները, փաստում են զինվորականները։ Իրենք փորձում են հավասարակշռել, հանդարտեցնել, այսպես ասենք, մեր ինչ-որ մինտեղ նաև հոգեբան դեսպաններն են զինծառայության ոլորտում։ Հոգեբանների դերը բնականաբար դրանից չի թուլանում, մենք ունենք նաև հոգեբան սպաներ, որոնք որ նույնպես փորձում են այդ գործընթացում իրենց դերակատարություն ունենալ։ Հոգևորականների կարևորությունն է նաև, որպեսզի մենք որոշակյորեն մեր արժեքներից չհեռանանք։ Այսօր մեր երկրի գրեթե բոլոր զորամասերում հոգևորականներ կան, ավելի քան 5 տասնյակ սարկավակ, քահանա եւ աբեղա։ Նրանք ամեն օր զինվորի կողքին են ինչպես սահմանամերձ, այնպես էլ պահեստային զորագնդերում ու ռազմական ուսումնական հաստատություններում։ Սարգիս Սարգսակ Գալամդարյանը հյուսիսարևելյան զորամասերից մեկում է սպասավորում։ Երիտասարդների համար տնից հեռու լինելը, բանակային ռեժիմով ապրելը սկզբում հեշտ չէ, եւ ոչ բոլորն են կարողանում միանգամից հարմարվել, ասում է նա։ Նախ եւ առաջ կարոտը, երկրորդը այն, որ սահմանում են իրենք ծառայում, նրանց մոտ շատ ժամանակ վախեր եւ տարատեսակ, այսինքն մտածումներ առաջացնում, շատերը կան անձնական խնդիրներ ունեն եւ հոգեվորական դերը կարեւոր է, որ լուծումներ առաջացնի նրանց եւ բացի այդ մխիթարություն լինի նրանց համար։ Հավատքը շատ պետք է, մանավանդ սահմանում կաղնոց եւ հակառակորդը դիմաց է եւ վտանգը, այսինքն անխուսափելի է, իր համար այդ հավատքը շատ կարեւոր է եւ այդ հավատքի դրսեւորումները լինում են երբեք տեսնում ենք զորամասերում կառուցվող մատուրները, եկեղեցիները, որոնք իրենց ձեռքներով են անում, իրենց ամեն ինչ անում են, որ իրենց ներդրում ունենան, որովհետեւ դա համարում են իրենց համար սուրբ գործ։ Երրորդյա կոնֆերանսի ընթացքում հոգևորականներն ու զինվորականները տարբեր բանախոսություններ լսեցին, դիտեցին այդ թեմայով շողակաթ հեռուստաընկերության պատրաստած ֆիլմերը, մասնակցեցին քննարկումների։ Ծրագրի ավարտին Կեչառի սվանական համալիրում մասնակցեցին երեկոյան ժամերգության։ Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել arczepiskopos Քարամյանի օրհնությունը ստանալով վերադարձան իրենց ծառայության վայրեր։ Վիկտորիա Կարապետյան, Վահե Առաքելյան, Եկեղեցական կյանք։